Ինչպես նշեցիք ու ինչպես ձեր համակիրներից Հակոբ Աբրահամյանն էր հարցազրույցի ժամանակ նշել, դուք ընդհանուր մի ոնց որ այս երեք կետերի շուրջ եք համախմբվել, բայց շատ տարբեր գաղափարներ ունեք, անձնական պատկերացումները ձեր շատ տարբեր են, բայց արդյոք շարժումը ունի կարմիր գծեր, թե ովքեր կարող են դառնալ շարժման անդամ։ Շնորհակալություն, այո, ունի, ու մենք ունենք հռչակագիր, որտեղ ամեն ինչ սահմանված է։ Մարդը, որ միանում է այս շարժմանը, ինքը միանում է մեր նշած 3 կետանոց օրակարգի շուրջ։ Դրանից բացի ինքը պահպանում է որոշակի սկզբունքներ, որոնք ֆիքսված են մեր հռչակագրում։ Չի հայոյում մարդկանց, չի թիրախավորում ընտանիքի անդամներին, քաղաքական գործիչների, չի թիրախավորում բռնության կոչեր, չի անում ու այդ ընթացքում իր մնացած ուղղություններով գաղափարները իր մեջ է պահում, կենտրոնանալով այս process-ի վրա։ Սա այն գծերն են, որով մարդիկ սահմանափակված են, այսպես ասած։ Մնացած առումով շարժման անդամ դառնում են ուղղակի այս ամեն ինչը ընդունելով, այն որ կա է կայքերում conditions, որ պիտի չկայենք դնում առանց կարդալ ու accept ենք անում, մեր դեպքում շատ կարևոր է, որ իրանք այս ամեն ինչը կարդան, ինչը մենք հետո նաև իրանց կոմունիկացնում ենք, մեյլերով ուղարկում ենք ու դառնան անդամ։ Այդքանով է։